Կարեն Շահվեդյան, Նայրիցների համակարգող խմբի անդամ։ Ուրեմն այսպիսի մի բան, ինչպես տեսնում եք, իշխանությունը երկրատնտեսությունը տանում է դեպի անկում։ Ու իսկապես ահավոր է երկրատնտեսությունը ու միաժամանակ Նայրիցի վիճակը, ինչի համար, որ մենք արդեն տարիներ պայքարում ենք։ Ցավոք, ինչ է անում իշխանությունը, այդ ուղղությամբ ոչինչ ներդրող գտնում ենք մենք։ Խնդրում ենք, բերում ենք, անգամ բանակցություններ չեն ուզում անել ներդրողի հետ։ Հիմա տեսնելով, որ իսկապես 2 ամիս առաջ արագացված եւ գաղտնի սնանկության վճիռ արդեն դատական իսկ կայացավ, որի ժամանակ սնանկության որոշումը արդեն վճիռը արդեն կայացավ, մենք ինչ ենք անում, դրա համար ինչ արեցինք, ինչպես տեսնում եք, բուրմ ձևով ենք աշխատում, իսկապես փորձում ենք ամեն ինչ անել, քայլի հետևից, ինչ որ բան, որ կկարողանանք գոնե այս Նայրիցի տնտեսությունը ու միաժամանակ երկրատնտեսությունը այս վիճակից հանել։ Մեր քայլերից մեկը հիմա այդ կուսակցություններին դարձյալ դիմելն է։ Ինչի համար։ Ուրեմն մենք արել ենք այստեղ առաջարկներ, որով մենք կարող ենք սնանկության գործընթացը կասեցնել, քայլեր անել, դրանով քայլերով, որպեսզի դադարեցնել սնանկությունը գոնե առժամանակ եւ պայմանավորվել սեփականատիրոջ հետ հեծի, որը եւ հենց վճիռ է կայացրել, որը դիմել է դատարան։ Ուրեմն 6 ամսով ժամանակացույց կազմել պարտքերը մարելու համար։ Միաժամանակ բանակցել ներդրողի հետ, որը միակ ներդրողն է ու միակ հայտ ներկայացնողը մեր տվյալներով, որտեղ մեր լրագրողներից մեկը երկուսը տվյալներ ունեն, որով ճշտել են, որ իսկապես մինչև վերջին օրը մի հոգի է հայտ ներկայացրել, որը հենց եվրոպական հոլդինգն է, Եվրոպա-Ասիա բիզնես կենտրոն։ Այսպես, ուրեմն 13 կուսակցությունների ենք ստորագրել են 13 կուսակցություններից 12-ը միայն։ Մի կուսակցություն, որը բոլորի պես աշխատել է մեզ հետ, վերջին օրը, չգիտես ինչով հանկարծ հրաժարվեց։ Չէ, իհարկե հասկանում եք ինչու, նաև իրենք բացատրեցին դա, ես ցույց տամ, հա։ Այսպես ուրեմն կուսակցություններն են, 13 կուսակցությունները, որոնց ստորագրությունները իրենց անվան դիմաց շատ բարձ երևում են։ Եվ միակ կուսակցությունը, որը խնդրեմ դաշնակցությունն է, չստորագրեց։ Բացատրությունը, մենք կոալիցիա ենք կազմել, քանի որ իշխանության հետ չենք կարող ստորագրել, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ։ Հիմա կաշխատենք, ես չգիտեմ դա ինչ է նշանակում, կաշխատենք ավելի տնտեսությունը անկում ապրելու, իշխանությունը այդ ուղղությամբ է աշխատում, ինչպես տեսնում եք, 7 տարի չաշխատեցնել, 7 տարի հասցնել այս վիճակին, գործարանը գնալով ավելի վատ վիճակում է գտնվում, սարքավորումները ավելի հնանում են, ու իսկ քանից հետո ասել, որ կաշխատենք իշխանության հետ միասին, դա զարմացնում է մեզ։ Արդյոք նորմալ քայլեր կլինեն, թե ոչ, դա արդեն չենք կարող ասել։